նստած շրջանում, դերան հայտնանում, երազում էիք արդը։ Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին ու ծննդյան 102-ամյակին նվիրված համերգ Լոս Անջելեսում։ Նրա սիրված ու ճանաչված երգերը Պերճ Թուրաբյանի հայերեն թարգմանությամբ ու օպերային երգչուհի Ալվարդ Մայիլյանի կատարմամբ հնչում են Ազնավուրի արվեստի սիրահարների համար։ Ազնավուր հենց այնպես չես գալիս ու թարգմանում ու երգում։ Ես նաև հեղինակային երգեր եմ գրում։ Այսինքն ես երգ եմ գրում։ Եթե դու երգ չգիտես գրել, դու չես կարող թարգմանել ինչ-որ երգչի և երգել։ Ուրեմն դա է ամենակարևոր փաստորեն իմ գրավականը, որ ես թարգմանել եմ Ազնավուր։ Մի քանի ստեղծագործություն թարգմանելուց հետո է միայն Թուրաբյանը հանդիպել շանսոնյեին։ Զրույցի ընթացքում Ազնավուրն ընդգծել է իր երգերի իմաստը հանդիսատեսին փոխանցելու կարևորությունը, ինչն էլ ամրապնդել է Թուրաբյանի դրանք թարգմանելու ցանկությունը։ Այսօր բազմաթիվ հայտնի կատարողներ են մեծ երգչի երգերը հայերեն հնչեցնում, նրանցից մեկն էլ Ալվարդ Մայիլյանն է։ Հասկանալու ֆրանսերեն լեզուն, հասկանալուց նաև ինչքան դժվար է փոխանցել Ազնավուրի հոգին, գույները, տրամադրությունը, հումորը հայերենով։ Երբեք չէի կարծի, որ մի օր կերգեմ Ազնավուրի երգերը հայերեն թարգմանությամբ Պերճի հետ։ Սա մեր 8-րդ համերգն է։ Ելույթ ենք ունեցել Նյու Յորքում 2 անգամ, Ռոդ Այլանդում։ Սա ինձ համար միսիա է, ես երգչուհի եմ, սակայն ես համարում եմ, որ սա ինձ համար միսիա է, նաև տարածելու Ազնավուրի պոեզիան։ Ազնավուրի 102-ամյակի համերգի մասնակիցները նաև հայերեն լսում են շանսոնյեի երգերում առկա փիլիսոփայությունն ու մարդկային պատմությունները, որոնք հաճախ թաքնված են խոսքերի ու նոտաների տողատակերում։ Շարլի համար անել ամեն ինչ, գնալ մինչև լուսի, վերադառնալ, ինձ թվում է նորից քիչ է, այս առիթը ես չէի կարող բաց թողել Շարլին լսել հայերենով, որովհետև Շարլի երգը դա միայն երաժշտություն չի, Շարլի երգը ունի շատ խոր իմաստ եւ խոսք, եւ այսօր մեր հայ համայնքը արդեն կարող է Շարլինը զգա իր բոլոր ապրումներով, իր բոլոր մտածելակերպը, իր ամեն ինչը ոգին դրված է երգերի մեջ։ Համերգային երեկոն եզրափակվում է սերունդների երկխոսությամբ։ Sound of Children մշակութային կենտրոնի երիտասարդ ձայները կատարում են Ազնավուրի ստեղծագործությունները նոր մոտեցմամբ ու նոր շնչով։ Յուրա Վահանյան, Հակոբ Փափազյան, լուրեր։